Բարև ընկերներ, այսօր նախկին ռեժիմի օրոք մեռելոց կլիներ, իսկ այսօր այս թողարկմամբ կլինի մեռելոց որոշների համար։ Շնորհակալ եմ ձեր ակտիվության և վստահության համար։ Վստահ եղեք, որ իշխանության հանցավոր անգործության և գործունեության մասին բարձրաձայնելը չի կարող չունենալ դրական արձագանք և արդյունք։ Ընկերներ, նամակները շատ են, ցանկացած նամակ չի անտեսվում, բայց կան առաջնային և երկրորդային հարցեր, որոնք պետք է հստակ տարանջատենք։ Ցանկացած քաղաքացու խնդիր նաև իմ խնդիրն է, բայց եթե ցանկանում ենք խնդիրները լուծվեն, ապա պետք է համբերատար սպասենք, չվռազենք, չվախենանք և վստահեցնում եմ, ամեն բան իր տեղը կընկնի։ Այսօր կրկին Արմավիրի մարզից եմ խոսելու, քանի որ ահագին տեղեկատվություն է կուտակվել, որի մասին գիտեն քչերը։ Դե իհարկե դրանք էլ փորձում են թաքցնել։ Պարզվում է դեռևս դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, որի մասին մամուլում տեղեկություններ եղել են, սակայն չի եղել ճիշտ տեղեկատվություն։ Ընկերներ, Պահեստ անասնագոմում զոդման աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, որի արդյունքում ըստ մամուլի 1 հոգի վիրավորվել է։ Մամուլում փոքրիկ միջադեպ է ներկայացվել, քանի որ հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը պետք է այցելեր այդ համայնք։ Որևէ խոսք չի գնացել, որ պայթյունի հետևանքով տուժել է հարակից մանկապարտեզը։ Որևէ խոսք չի գնացել, որ տարածքը պատկանել է Արմավիրի մարզի նախկին հանրապետական մարզպետ Վահրամ Խաչատրյանի ընտանիքին։ Տելեգրամյան ալիքում տեղադրում եմ բացառիկ տեսանյութ պայթյունից, թե ինչպես է վնասվում նաև մանկապարտեզը։ Ընկերներ, 2015 թվականին Խաչապուրի վաճառող Վահրամի մասին շատ տեղեկատվություն եմ ստացել։ Հիմա կփորձեմ պատմել նաև ձեզ։ Չոփին ասպարեզ է բերում հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը 2015 թվականին և մարզպետ Ղահրամանյանին Դաբրոյով ընտրում Նորապատի գյուղապետ։ Գյուղի գործերը պրավալ տալուց հետո Չոփը 2018 թվականին որոշում է ճամբարափոխ լինել։ ՔՊ կուսակցության մեջ ընդգրկվելու համար Չոփից պահանջվում է դավաճանել հանրապետականներին և ճամբարափոխ անել իր ընկերներին։ 2018 թվականին առաջիններից էր, որ հրապարակում հայտարարվեց հեղափոխական շարժմանը իր միանալու մասին։ 2020 թվականի պատերազմը ավարտվելուց հետո Չոփը հավաքում է մի խումբ նորապատցիների, իբր գնում են օգնության Ղարաբաղ, հասնում են Մեղրի, որտեղ իր հորեղբոր տղան Արգամիկը Մեղրիի գումարտակի հրամանատարն էր։ Մի քանի օր ուտում խմում են իրենց տարածները, զինվորների զենքերով, ուժեղ տղերքի դեմքերով ու տարբեր մարտական պոզաներով նկարվում են գցում սոցցանցերը ու վերադառնում։ 2021 թվականի գարնանն արդեն Վահրամ Խաչատրյանը իշխանական միջավայր մուտք գործելու համար գործի է դնում ֆինանսական լծակները։ Այդ գործում նրան օգնում է իր հորեղբոր Փեսա, նախկին հանրապետական, բայց բոլոր ժամանակների հարմարվող կերպար, մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, որը կազմակերպում է հանդիպում մարզպետ Համբարձումի և քաղաքապետ Դավիթի հետ։ Մարզպետի կաբինետում քառակողմ հանդիպման ընթացքում Արմավիրի մարզպետին և Դավիթ Խուդացյանին Չոփը խոստանում է Արմավիր քաղաքի այգում մոտ $1 միլիոն ներդրումներ անել։ Ներկայացնում է նախագիծ, ֆինանսավորման աղբյուրները և որպես կանխավճար երաշխիքային $500,000։ Դրանց ֆինանսավորումը կազմակերպում է Չոփի քեռին Ֆրանսիայից, որն իր հերթին Չոփից պահանջվում է հետագայում պաշտոնի անցնելուց հետո որոշակի տարածքներ հատկացնել իրեն։ Քաղաքապետը և մարզպետը համաձայնվում են և մի պայմանով, որ Չոփը բացի այգու վերանորոգումից մոտ $1 միլիոն պետք է ծախսի նաև 2021 թվականի հունիսին կայանալիք ԱԺ ընտրությունների վրա ձայներ հավաքի, որից հետո նրան կնշանակեն մարզպետի տեղակալ։ Չոփը որպես գարանտիա սկսում է այգու աշխատանքները և տպագրատներում պատվիրում ԱԺ քարոզարշավի գովազդային նյութերը, բուկլետները, ստենդները, փողոցային մասշտաբային գովազդները և այլն։ Չոփը անձամբ դուրս է գալիս Արմավիրի փողոցներ և բաժանում բուկլետներ։ Համբարձումը և Խուդաթյանը զեկուցում են Նիկոլին Չոփի նպատակների վերաբերյալ և շեֆից ստանում դաբրո իրենց գարանտիայով։ Անձամբ Չոփի հետ ծանոթացնելու համար Նիկոլին պրոտոկոլով 2021 թվականի հունիսի 7-ին հրավիրում են Նորապատ համայնք, անձամբ ծանոթանալու իրավիճակին։ Չոփը հավաքում է գյուղի կնահիքին ու տաշի տուշով աղ ու հացով դիմավորում Նիկոլին։ Սուրեն Պապիկյանը նույնպես ներկա էր Նորապատի այցելությանը, որպես տարածքային ենթակառուցվածքների նախարար և որպես գարանտիա։ Բայց ստեղ Չոփը նորապատցիների դեմքին չէր կարողանում նայել, առաջին այն պատճառով, որ ինքը թույն հանրապետական է եղել, պատգամավոր Նովոյի տասովչիկն է եղել և 2018-ի ապրիլ ամիսներին Նորապատի բնակիչներին արգելել էր գնալ Երևան
թավշյա ցույցերին մասնակցելու, նրանց սպառնացել էր, մի քանի անգամ հրապարակից հետ էր բերել երիտասարդներին եւ այլն։ Եվ երկրորդ պատճառը այն էր, որ ինքը դավադրություն էր կազմակերպելու իր հարազատ գյուղացիների նկատմամբ, որը քիչ հետո կպատմենք։ Ինչևէ, 2021 թվականի հունիսի ԱԺ ընտրություններում Արմավիրում ՔՊ-ն անցնում է։ Նորապատն էլ լավ արդյունք է տալիս, որի համար մեկ շաբաթ անց, հունիսի 29-ին, նշանակում են Արմավիրի փոխմարզպետ, Համբարձումի մոտ, ինչպես խոստացել էին։ ՉՈՊ-ը մանրից մտնում է իշխանական էլիտա եւ մանրից ձեռի հետ հողերի եւ տարածքների գործեր է անում, այսինքն միջնորդում է հողերի կադաստրային նշանակությունները փոխելու համար, բայց դիմացը 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն են։ Բացի դրան, Արմավիրի մարզը նոր մշակվող օրենսգրքով ենթարկվելու էր վարչատարածքային միավորումների։ Այստեղ օգնության է հասնում Փեսա նվերը, անցնելով իր հին աշխարհի արվեստին, առաջարկում է թեմայի ցրել Խուդաթյան Դավիթին, քանի որ մի քանի հողի կարգ փոխելու թեմայով Դավիթը Պլավնի մերժել էր իրեն ու Համբոյին։ Արդեն եռյակը նույն մարզպետի սենյակում որոշում են Նորապատ համայնքը հանեն Արմավիրի քաղաքի ցուցակից եւ մտցնեն Մեծամոր համայնքի կազմում։ Դա երկու դավադիր նպատակ էր հետապնդում։ Առաջին, Խուդաթյանը այլևս վերահսկողություն չի կարողանա իրականացնել այդ տարածքում, որտեղ կա Գազպրոմ, ոստիկանության ՀԿԲ, Արմավիր Էլցանց, բազմաթիվ առևտրային կետեր եւ արտադրական օբյեկտներ եւ այլն։ Երկրորդ, Նորապատի գյուղացիների ձայները կօգտագործի իր օգնից, որպես դառնա Մեծամորի քաղաքապետ։ Այս դավադիր սցենարը Համբոն ներկայացնում է Նիկոլին, բայց Նիկոլը ասում է, որ Դավոյի հետ մի հատ համաձայնեցրեք։ Այստեղ տղերքը շատ անհարմար դիրքում եւ անսպասելի իրավիճակում են հայտնվում, քանի որ Դավոն համաձայն չի լինում Արմավիրի անմիջապես կպած Նորապատ գյուղը, որը տարիներով հոկտեմբերյանի տաղմաս է համարվել եւ մեծ բյուջե ունի, կտրել Արմավիրից եւ միացնել Մեծամորին, որը բավական հեռու է եւ սահմանակից չէ Մեծամորին։ Օրինակի համար ոնց որ Շենգավիթը կտրեն քաղաքից, միացնեն Եղվարդին։ Այը տենց անիմաստ բաժանում։ Տեսնելով, որ կարողա մնան պրիոմի տակ, Փեսա նվերն ու ՉՈՊ-ը գնում են տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի բանակի ընկեր Վահագն Արշակյանի մոտ, որին պատզեմնի դիսկոտեկաներից կարմիր կոշիկներով միանգամից բերել նշանակել էր Արմավիր ջրօգտագործողների ընկերության պետ եւ ասել էր այսքան քեզ տարեկան մի քանի միլիարդ դրամ ֆինանսավորում, բայց անում ենք 50-50։ Վահագին սրանք տանում խմցնում են ու քշում Սուրոյի մոտ Նաբերիժնի Նիկոլենց տների մոտ։ Համոզում են, սենց, բա եթե Նորապատը մնա Արմավիրի կազմում, նորապատցիք Խուդաթյանին ձեն չեն տա, պրիտոմ կողքի գյուղերն էլ ձեն չեն տա, ու ՏԻՄ-ը Արմավիրում պրավալ կտա ՔՊ-ի մոմենտով։ Սուրոն գարանտիա է ուզում, Վահագը տղավարի են տալիս հա։ Մյուս օրը Սուրոն մտնում է իրավական հարցերի հանձնաժողով, Նորապատը օրենքի նախագծով գցում են Մեծամորի մեջ։ Այդ ձևով գցում նաև նորապատցիներին։ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին փոփոխություններ ու լրացումներ է կատարվում վարչատարածքային բաժանման օրենքի մեջ, եւ Նորապատը անցնում է Մեծամորին։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում արդյունքում Դավիթ Խուդաթյանը նշանավում է Արմավիրի համայնքապետ, իսկ Վահրամ Խաչատրյանը Մեծամորի համայնքապետ, այնպես ինչպես ոնց որ գծել էին տղերքը։ Դրանից հետո ՉՈՊ-ը մի քանի միլիոն դոլարի խանութներ, տարածքներ, գործարաններ, ֆերմաներ եւ այլ անշարժ գույքեր է ձեռք բերում Նորապատ համայնքում եւ Արմավիրի մարզում ու գրում իր բարեկամների անուններով։ Ձեռք է բերում մի քանի տասնյակ ֆուր բեռնատարներ եւ իրականացնում բեռնափոխադրություններ։ Խլում է նաեւ իր նախկին հովանավոր ՀՀԿ պատգամավոր Նահապետ Գևորգյանին, Նովոյին, պատկանող հանքերը, իսկ մնացածը պաստավ կանում հակակոռուպցիոնին։ Մարզի բոլոր տենդերներին մասնակցում են իր բարեկամները, իսկ բազալտի սալիկների եւ բազալտեմայթերի 99%-ը տենդերներով ձեռք է բերում իր հանքերից եւ իր կազմակերպություններից։ Ֆրանսիայի հանցավոր աշխարհի ապերներին ու քերիներին էլ տալիս է իրենց ուզածը։ Բացում են Նորապատ գրուպ ՍՊ-ը, իր բարեկամ նախկին գյուղապետ Սամվել Բադալյանի անունով։ Այս ՍՊ-ով Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գրիգորյանից ապօրինի հողեր են առնում, առանց աճուրդ։ Հետագայում, երբ Դիաննայի վրա քրգործ է հարուցվում, պարզում են հանցավոր խմբակին։ Այդ գործի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 26-ին հակակոռուպցիոնի օպերատիվ բաժինը դիմակավորված մտնում է Դիլիջանի օբյեկտներից մեկը, որտեղ Սամվել Բադալյանի ծնունդն էին նշում ՉՈՊ-ը եւ իր բարեկամները։
Բոլորին ձերբակալում են, բայց հանկարծակի են գալիս, որ այնտեղ տեսնում են մեծամորի քաղաքապետ Չոփին, զեկուցում են ղեկավարությանը, այնտեղից էլ տեղեկացնում են Չոփի բարեկամ ԱԱԾ Արամիկին, որի միջնորդությամբ էլ Չոփը այնտեղից գաղտնի ճողոպրում է։ Արդյունքում ձերբակալում են մնացածին։ Չոփը հաճախակի ընկնում է իրավապահ մարմինների տեսադաշտում, բայց ստիպված ծածկադմփոց են անում։ Վերջերս էլ Չոփի ֆերմայում պայթեց դիզվառելիքի բակը, որի հետևանքով նորապատից մի երիտասարդ զոհվեց։ Պայթյունից միացել էին Արմավիրի հակաօդային ազդանշանները։ Բարեբախտաբար հարակից մանկապարտեզի երեխաներին վնաս չպատճառվեց։ Նրանք տարհանվեցին ծնողների մասնակցությամբ, միայն կոտրվել էին մանկապարտեզի ապակիները։ Բայց մյուս օրը լրատվությունը գրեց, որ մանկապարտեզում երեխա չի եղել, այնինչ մոտ 150 երեխա իրենց ծնողների օգնությամբ տարհանվեցին մանկապարտեզից, եւ երեխաները ստացել էին հոգեբանական տրավմա։ Հիշյալ մանկապարտեզի տնօրենը Սամվել Բադալյանի կինն է, որը մյուս օրը հրավիրել էր դաստիարակներին եւ ծնողներին համոզել, որ ասեն, որ մանկապարտեզում երեխա չի եղել, հակառակ դեպքում բոլորին կհեռացնի։ Այդ նույն Սամվել Բադալյանի կնոջը Նարային տնօրեն նշանակելու պատճառով ընդհարում էր տեղի ունեցել նորապատի մեծահարուստ բարեգործ Հրանտի եւ Չոփի միջև մարզպետ Ղահրամանյանի սենյակում։ Մարզպետի ներկայությամբ Չոփը հարվածում է բարեգործ Հրանտին, որի պատճառով բարեգործը հեռացավ նորապատից, համայնքին նվեր թողնելով վերանորոգված մանկապարտեզը, դպրոցը եւ համայնքի այգին, մոտ $1 միլիոն արժեքով։ Այդ նույն պատճառով ընդհարում էր տեղի ունեցել նաև Չոփի եւ падգամավոր Նահապետ Գևորգյանի միջև Նովոն։ Ցանկացել էր իր քրոջ աղջկան նշանակել նորապատի մանկապարտեզի տնօրեն, բայց Չոփը ամեն անգամ խուսափել էր հանդիպումից, որի պատճառով Նովոն հայհոյել էր Չոփին։ Փեսա նվերը փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելուց հետո համբարձումի միջնորդությամբ նշանակվեց Էջմիածին Ջոեի տնօրեն, որտեղ հանգիստ լրված է, քանի համբարձումը կա։ Չոր նրանք ընդհանուր գաղտնիքներ ունեն՝ մարզի հողերի, բենզալցակայանների, գազալցակայանների թույլտվություններից, տարբեր մարդկանց պաշտոնների նշանակելու շահախնդիր գործողություններից, որտեղ նաև իր ուրույն տեղն էր զբաղեցնում Չոփը իր առաքանիներով։ Այս եւ այլ դեպքերից հետո վերջապես Նիկոլը ջոգում է Չոփի մախինացիաները եւ 2025 թվականին Մեծամորի քաղաքապետի պաշտոնից ազատում է, նշանակելով Արմավիրի մարզպետ, այդ ձևով կտելով նրան փողի լծակներից, բացի այդ օգնելու համար Արգիշտի Մեհակյանին Էջմիածնի քաղաքապետ դառնալու գործում իր 5 գարանտիաներով։ Չոփը իրեն խորհրդական է նշանակում իր բարեկամ ԱԱԾ Արամիկին, որը հանդիսանում է իր հովանավորը եւ չի թողնում, որ Չոփը հայտնվի կրիմինալ իրավիճակներում։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ի Արամիկը մանրից փակում է Չոփի կրիմինալ գործերը, սկսած տենդերներից, ապօրինի ձեռնարկատիրություններից, կաշառքի դեպքերից, հանցավոր աշխարհի եւ նախկին հանրապետականների հետ գործարքներից, վերջացած ամենօրյա կիսակրիմինալ միջադեպերից։ Ընկերներ, այս ամենը ստացված նամակագրությունից մի հատվածն է, որը վստահաբար յուրաքանչյուր նորապատցի կարող է հաստատել։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի արմավիրցիներ, խնդրում եմ այս ամենից հետո ձեր դատողությունները անել։ Փաստորեն դուք պայքարել եք թալանչիների դեմ, սակայն ավելի ուժեղ ու խորամանկ թալանչիներ են ի հայտ եկել, ովքեր խարխլում են մեր սուրբ երկրի հիմքերը։ Այսօր այսքանը, վաղը սկանդալային տեսանյութ եմ հրապարակելու։ Հարգանքներով, ձեր Հայը։